Եվ ես խոստանում եմ, որ առնվազն 3 տղա եմ ունենալու։ Իմ շատ ընկերներ, իմ հասակակիցներ հիմա այրիացած են, խոսել տան կորստի մասին ու տեսնել ուրիշի ցավը, երբ իրենց ամուսինները չկան, եղբայրները չկան, մի քիչ արդեն նույնիսկ չես համարձակվում այդ մասին խոսել։ Երբ արդեն մայր ես, շատ դժվար է այդ պատասխանատվությունը քեզ վրա վերցնել եւ իմանալ, որ անորոշություն ես ժառանգում քո փոքրիկին։ Չես զգում, որ դու կորցնում ես հայրենիքդ, այլ մտածում ես միայն մնացածները չզոհվեն, միայն թե այսքան երեխաները չզոհվեն, չորփանան։ Արագ դուրը փակեցի ու դուրս եկա, մի քանի քայլից հետո հասկացա, որ դա վերջին անգամն է։ Դասը։ Ասը։ Խնացե։ Ինչու՞։ Եղը մացնան հրացե, հանավտոնս խահեցվե, խանեցե, հարեցե։ Գրեթե ամեն օր Մարիամն ու Հովիկը Սաթեին Արցախ են տանում, խաղիկներով ու խաղերով, հիշողություններով ու բարբառով։ Շատ ալտելի չի։ Կոթիից Արցախը շատ մոտ է։ Մարտունեցի Մարիամն ու Հովիկը Երևանից Տավուշ Կոթի են տեղափոխվել կես տարի առաջ։ Պատերազմներ վերապրածները սահմանին են խաղաղություն գտել, մտքի եւ հոգու խաղաղություն։ Կյանքի գինը հատկապես սահմանին է շատ լավ հասկանում։ Ամեն դեպքում մեզ այդ սահմանն է կանչում, գյուղն է կանչում, որովհետև եթե ասում ենք նաև սահմանային գյուղը, որովհետև մենք դրան ենք սովոր, որքան էլ ցավոտ է անցնել ադրբեջանական դրոշների տակով։ Ճանապարհը դեպի Կոթի անցնում է հայ-ադրբեջանական սահմանին չափազանց մոտ։ Գիրանց, Ոսկեպար, Վաղանիս։ Վերջին անգամ Մարիամն այդքան ադրբեջանական դրոշներ տեսել էր Արցախում։ Միտեղ մերը քիչ բարձր իրենցը, հետո նորից մերը, հետո նորից իրենցը, չափերով ավելի մեծ։ Մեր ընկերներից, որ ասում է գնում եք ձեր կոմֆորտ զոնան, էլի ասում եք սահման են գնում, ասում է գնում եք ձեր կոմֆորտ զոնան։ Մարիամի ու Հովիկի Կոթիի տան պատշգամբից երևում է սահմանը։ Անտառապատ բլուրներով են բաժանվում հայերն ու ադրբեջանցիները, ինչպես Արցախում։ Այս ձախ հատվածում արդեն Ադրբեջանի սահմանն է։ Կոթիում Մարիամը, Հովիկն ու Սաթեն վարձով են ապրում։ Մի սիմվոլիկ գումար են տալիս Գրիգորի պապիկին, որը հայրենակիցների առջև բացել է տան, այգու եւ սրտի դռները։ Կոթիում շատերի պապերն են Արցախից։ Գրիգորիի պապի պապն էլ է Արցախից եկել։ Բարբառն էլ շատ նման է։ Կոթեցիները դա չեն թաքցնում, ոչ էլ պարծենում են։ Դուզ եղայան, պրինցիպներ ավան, երբեմն խնգարող, բայց պրինցիպներ ավան։ Շատ հսնող են։ Ես այն հարևանային վեր առաջի անգամ եկած անթանային քլեր։ Նստած բալկոնում հալա վեշերը պետի ցրև տված ոչ ամբողջական տեղավորված բան։ Նեմ տեսնում մի մարդ է պիցրանում ցերքից դիմին վեդրամ։ Ասում ես ինչ պիտի ինի։ Եկա ասում եմ բարև ձեզ, ես ձեր հարևան Հովանեսն եմ, կաթ եմ բերել ձեզ համար։ Այդ 6 լիտր կաթով Մարիամը մածուն է մերել, բայց պանիրը շարունակում է հարևան Հովանեսի կնոջից գնել։ Ինքը համով է սարքում։
Միանգամից են սիրել կոթին Մարիամն ու Հովիկը։ 2 տարի ամենտեղ Արցախ փնտրելուց հետո մի քիչ Մարտունի հենց այստեղ են գտել։ Բարև ձեզ, ո՞նց եք։ Լավն է։ Ընկեր Սարգսյանն ու ընկեր Հովսեփյանը կոթի են եկել դասավանդիր Հայաստան համայնքական ծրագրով։ Հայոց լեզու եւ մաթեմատիկա են դասավանդում։ 1.5 տարի դեռ կոթիում են ապրելու։ Սեպտեմբեր ենք լի եկալ, արդեն բերքահավաքից մնացած այլն ինքան է ծառ, հայաստանատարն են շենում են կենում, արևիկ տոտանու գորգի ձեձան, իրանք տիպի ջերում են, իրանք սիստիմիներ ուշ հայաթել ունին լի, եկալ են, ասան, սա իշ կամերն այն քանել ձերն ալ։ Ստը նույն ասում է, կողքեն հատկապես մարտունակը լիման է, կնան չի ասողանա, դե ծմարնավարը խետալի հալամ, կարունքը կե արդեն մնացած են, պամիդորն ա, բրնին ա, բատունջանն ա, Ողը շատ լավ սվող է։ Ստեփանկերտը բերած միակ խաղալիքն է, սա թեմերցնվալա, դղանում եկալ։ Այն վերդատան առաջի մի հատ երկհարկանի մագազին է, նմանեցրամ խոխես ու երկարը, ստապերանք Արցախից։ Եզակի բերած բիներանը, մեր տանը ավանդույթ հայելալ վեր ամեն տարե տոնածառը կախտայիս մեր ընտանիքի անդամների թվավ խաղալիքներն նոր երունեիս ու այս 3 տարվա մաչին առաջի անգամ ավեր տոնածառը շուշուպ կա մեր տանը ինձ սաթ են ուզել, որտեղ մանկապարտեզում տիրել են երկալար, որտեղ փակալ մանկապարտեզը ուտի որոշանք վեստի մինգուջի եղևնի կախինք լհա այնքան վեր իրան ասած նոնածառը ինի Ինչքան էլ ցավոտ է, ինչքան էլ դիժեր է, ինչքան էլ պայքարը գուցե ավելի շատ է ստեղ, գուցե վիրավորվում է շատ, գուցե վիրավորում են շատ, բայց ամեն դեպքում Հայաստանը ինեին կետը վերից չպիտի քինակմունք։ Ու այդ կետից Մարիամն ամեն օր նամակներ է գրում նրան, Արցախին։ Բարև սիրելիս, ես վախենում եմ քեզ համար, եւ վախս ամեն օր ավելի է մեծանում։ Քեզ ջնջում են քարտեզներից, գրքերից, պատմությունից։ Դու մնացել ես միայն մեր սրտերում, անուրախ տներում, որոնք կորցրել են իրենց լավագույններին, հանուն քո լինելու։ Դու մնացել ես ճամփրուկներում, սրբություն դարձած իրերում, նոր ծնվող երեխաների անուններում, պատառոտված հոգիներում։ Մեր սիրելիս։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։